Այսօր մենք մերսում ենք 3 ամսական երեխային։ Սա ամենաառաջին մերսումն է, եթե այլ ցուցումներ չկան։ Մասնագետների կողմից։ Այսպիսով, մերսումը ունի առողջարար, ընդհանուր ամրապնդող և թուլացնող ազդեցություն։ Ամենաառաջին մերսումը, որը մայրը կարող է անել։ Իր փոքրիկի համար հենց 3 ամսականում է։ Մերսման հակացությունները հետևյալն են. հիվանդություններ, քրոնիկ հիվանդությունների սրացումներ, եթե դրանք կան և սուր հիվանդություններ, օրինակ մրսածություն, ցանկացած վիճակ, երբ մարմնի ջերմաստիճանը բարձր է։ Այս տարիքում մերսման տևողությունը կարող է լինել մոտ 10-15 րոպե փոքրիկի համար։ Եվ հիմա ցույց կտամ, թե ինչպես դա անել։ Տարածքներով։ Մերսման համար մենք օգտագործում ենք յուղ։ Մի փոքր քսում ենք ձեռքերին, որպեսզի վերացնենք շփումը։ Մերսման հիմնական հնարքները են հպումը, շփումը, խորը հունցում, բայց այն մանկական պրակտիկայում մասնագետ չլինողներին ավելի լավ է չօգտագործել։ Դա ավելի շատ պրոֆեսիոնալ հնարք է։ Եվ թեթև ցնցում, ինչպես վիբրացիան։ Մերսման ժամանակ մենք շրջանցում ենք հոտերը և հիմնականում աշխատում ենք մկանների հետ։ Միշտ սկսում ենք ոտքերից։ Սկզբում հպում ենք։ Ապա մենք այն քսում ենք։ Եվ հունցում ենք։ Հունցում ենք շատ նրբորեն։ Եվ այսպիսի հունցման հնարք էլ կա։ Մենք միշտ սկսում ենք բեռնաթափել սկզբում վերին հատվածը և միայն հետո անցնում ներքևի, որպեսզի չլինի։ Այնպիսի ազդեցություն, կարծես հեղուկը փորձում ենք սեղմել փաթ լիքը շշից։ Թաթը մշակեցինք։ Հիմա անցնում ենք սրունքին։ Նույնպես սկզբում հպում։ Ստորևից վերև։ Քսում։ Ստորևից վերև։ Եվ հունցում այսպիսի պտտվող շարժումներով ստորևից վերև արտաքին մակերեսից։ Ներքին կողմից էլ։ Հիմա ոտնաթաթը։ Վերին մակերեսից։ Նմանապես այսպիսի սեղմող շարժումներով։ Եթե մեր երեխան լավ է բարձրացնում ոտնաթաթը վերև, ինչը միշտ կարելի է ստուգել, ապա կարող ենք անել հունցումներ։ Եվ ոտնաթաթերը նույնպես։ Եթե երեխան լարում է ոտնաթաթը, ապա հենց ոտնաթաթի մկանին չենք դիպչում։ Պարզապես կատարում ենք այսպիսի հեռացնող շարժումներ ոտնաթաթի վրա դեպի վերև, բարձրացնելով մատները։ Բայց այդ ընթացքում ոտքը պարտադիր պետք է ծալված լինի ծնկի և կոնքի հոդում։ Ուղիղ ոտքի վրա ոտնաթաթը չենք ձգում։ Եթե այսպես մկանները լարված են, ապա մենք տրորում ենք արտաքին կոճի տակ, առանց դիպչելու հենց ոտնաթաթին, ոտնաթաթի մկաններին։ Եվ երեխան ռեֆլեքսորեն բացում է մատները։ Այս կերպ ինքն է ձգում իր մկանները։ Սա մի փոքր խուտուտ է տալիս։ Եվս տրորում ենք ոտնաթաթի արտաքին եզրով։ Նույնպես ստացվում է նույն էֆեկտը։ Յուրաքանչյուր ազդեցությունից հետո մենք կատարում ենք հարթեցնող շարժումներ և թեթև ցնցումներ։ Ոտքը մշակվում է մոտավորապես 2 րոպե։ Հետո անցնում ենք երկրորդ ոտքին։ Նույն սկզբունքով։ 3 ամսականում սովորաբար երեխաները շատ լավ են տանում մերսումը, նրանց դուր է գալիս։ Նույնպես սկզբում հարթեցնում ենք աստրը։ Մերքևից վերև, դեպի աճուկային ավշային հանգույցներ։ Ավշային հեղուկը ուղղում ենք։ Հիմա շփում։ Արտաքին մակերեսը։ Առջևի մերքին մասը։ Մինչև և հունցում։ Թեթև հունցում ներքևից վերև։ Նույնպես սրունք։ Անցնում ենք կրծքավանդակին և փորիկին։
Նույնպես մի փոքր յուղ։ Փորի հատվածում բոլոր շարժումները կատարում ենք ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Այո, կրծքավանդակն էլ։ Ահա այսպես հարթեցնող շարժումներով դեպի ուսիկները և դեպի թևատակերը։ Որքան մոտ է գլխին, այնքան երեխաներին ավելի քիչ է դուր գալիս։ Այսպես փոլիկը հարթեցնում ենք վերևից ներքև դեպի աճուկային ավշային հանգույցները։ Ահա այսպես, հիմա հովվարաձև շարժումներով։ Շրջանաձև շփում և թեթև հունցում։ Ահա այսպես, ահա այսպես։ Կրկին հարթեցնում ենք կրծքավանդակը։ Անցնում ենք։ Ձեռքի հունցմանը, որպեսզի մի փոքր շեղենք երեխային։ Ահա, կատարում ենք ծալում։ Այո, այսպես քեզ ավելի է դուր գալիս մինչև երկու ձեռքը։ Այ հենց։ Այսպիսի շարժումը նման է շնչառական գիմնաստիկայի։ Երբ ձեռքերն անցկացնում ենք միմյանց վրայով, հերթափոխում ենք, սկզբում մեկը վերևում, հետո մյուսը։ Պետք է անել բավականին արագ, որովհետև երեխայի մոտ շնչառությունը ավելի հաճախ է, քան մեծահասակի մոտ։ Շնչառական շարժումների հաճախականությունը ավելի բարձր է, այդ պատճառով պետք է դա բավականին արագ անել։ Եվ ահա այսպիսի վարժություն։ Վերև ներքև։ Սա երեխաներին սովորաբար շատ է դուր գալիս։ Եվ միասին վերև։ Ահա այսպես։ Հաջորդը երեխային օրորում ենք։ Պատրաստում ենք շրջումով։ Այո, գիմնաստիկան ավելի է դուր գալիս, չէ՞։ Եկ այսպես անենք։ Հիմա ոտքերը, ջերմացում ոտքերով։ Ծալում ենք երկու ոտքերը միասին։ Հետո հերթով։ Հարթորեն, բայց համառորեն։ Հետո հերթով անում ենք հեծանիվի շարժումներ։ Ռոտացիա կոնքի հոտերում հարթորեն, շատ հարթորեն, այո, շատ հարթորեն։ Երկրորդ ոտքը։ Ահա այսպես, և այսպիսի թրթրացող շարժումներով կարելի է։ Այո, հենց այսպես, ահա այսպես։ Դե թթփացնենք, 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 թթփացնենք։ Ահա այսպես։ Հիմա ոտքերով թփթփացնենք, 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 թփթփացնենք։ Թփթփացնենք, թփթփացնենք, թփթփացնենք։ Այո։ Այսպես կարելի է նորից երեխային թուլացնել։ Եվ հիմա անցնում ենք ձեռքերին։ Դե նույնպես։ Կատարում ենք հարթեցնող շարժումներ ներքևից վերև։ Ստեֆանիան մեզ մոտ մի քիչ կմահաճվեց։ Երեխաները մերսումից հոգնում են, իրենց համար դա աշխատանք է։ Այդ պատճառով մենք երեխային հանգստացնում ենք։ Եվ հետո շարունակում ենք մերսումը։ Ձեռքերի մերսում։ Երեխաները չեն սիրում այն ամենը, ինչ մոտ է գլխին։ Զգուշությամբ։ Կատարում ենք այսպիսի հարթեցնող շարժումներ։ Եթե ձեռքը լարված է, կարելի է անել այսպես։ Թեթևակի թափահարում ենք ձեռքը։ Սկզբում հարթեցնում ենք ուսը։ Ապա նախաբազուկը։ Եվ մենք անցնում ենք դաստակին։ Մենք հունցում ենք ափը, բլուրը, պուտմատը և ճկույթը։ Եթե երեխան բռնում է բռունցքները, այսպես թեթևակի թակելով մատների տակից, թուլացնում ենք։ Այնուհետև մշակվում է յուրաքանչյուր մատը կողային մակերեսներով ներքևից վերև։
Սա օգտակար է եւ մանր մոտորիկայի եւ երեխայի խոսքի զարգացման համար։ Շատ կարևոր է նաեւ ստուգել, թե ինչպես է երեխան հեռացնում բութ մատը։ Դրա համար բռնում ենք բոլոր մատների հիմքից, իսկ բութ մատի ստորին ֆալանգի վրա դնում ենք մեր մատը։ Մեր բութ մատով կատարում ենք հարթ շարժում, ձգելով դեպի դուրս եւ ներքև դեպի դուրս եւ ներքև։ Ահա այսպես։ Հետո կատարում ենք վարժությունը։ Այո, նույնպես ձգելով եւ ամրապնդելով երեխայի մկանը։ 2 Ահա այսպիսի թեթև տաքացման վարժություն ձեռքերի համար։ Ձեռքերի խաչաձև շարժումով վերև ներքև։ Սկզբում մեկը վերևում, հետո մյուսը։ Հերթով ձեռքերը վերև ներքև։ Վերև։ Եվ խմբավորման վարժություն։ Բոլոր երեխաները չեն կարողանում դա անել, սկսած 2.5 ամսականից։ Բայց 3 ամսականից հետո երեխան պետք է կարողանա բարձրացնել գլուխը։ Մենք սեղմում ենք բութ մատի թմբիկի վրա։ Ակտիվանում է ափբերան ռեֆլեքսը։ Եվ դրանից հետո մենք հարթորեն բարձրացնում ենք երեխային։ Այսպես կարելի է անել 3 անգամ, եթե նրա մոտ ստացվում է։ Ահա, այո, դու շատ լավն ես։ Հիմա շրջվում ենք փորիկի վրա։ Ահա, այսպես։ Բոլոր երեխաները չեն սիրում պառկել փորիկի վրա։ Բայց մեզ անհրաժեշտ է անել մեջքի ներսում։ Շոյում, ստորից վերև։ Դեպի թևատակերի ավշային հանգույցները կամ ներքև կոնքի հատվածի։ Թեթև շփում։ Եվ հունցում։ Այո։ Շրջանցում ենք ողնաշարի հատվածը։ Ավարտում ենք հարթեցումով։ Եվ հետույքը։ Շփում ենք։ Շփում ենք։ Կարող ենք մի քիչ պինդել։ Եվ անպայման հարթեցնում ենք։ Ահա, մեզ մոտ այստեղ ամեն ինչ։ Կարմրել է, մեզ մոտ մեջքն է։ Եվ ահա այսպիսի հանգստացնող շարժումներ։ Այո, շատ կարևոր է երեխային դնել փորիկի վրա։ Սրանով ավարտում ենք։ Մերսումը։ Մերսումը կարելի է անել ամեն օր 10-15 րոպե։ Մերսումը կարևոր է անել, երբ երեխան իրեն լավ է զգում, երբ նա լավ տրամադրություն ունի, երբ նա առողջ է։ Եվ ավելի լավ է ընտրել համապատասխան ժամանակ, քանի որ մերսումը հաճախ երեխաներին աշխուժացնում է, այնպես որ ոչ քնից առաջ։